Այո, մենք բոլորս ունենք մեծ վարկեր։ ՔՊ-ն միայնակ է, պատգամավորները ընտրությունից ընտրություն են գալիս համենք։ 3 միլիոն դրամը ես նույնիսկ չգիտեմ ինչ է։ Մարդիկ զգան, որ իրենք ապրում են ոչ թե ցեխերի, մեր կուսակցությունը եղել է, կա եւ կշարունակի։ Առանց վարկի ապրել իհարկե հնարավոր չի։ Ողջույն Արմլուր լրատվականի հարգելի հետևորդներ։ Արմլուր լրատվականի ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այսօր մենք զրուցելու ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։ Ողջույն Տիկին Մանավազյան, շնորհակալ եմ, որ չեք մերժել եւ մեր հարցերին կպատասխանեք անկեղծությամբ, հուսով եմ։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Մանավազյանը նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է, վերջերս է ընտրվել եւ շատ զբաղված գրաֆիկ ունի հետևելով ձեր առօրյա ընթացքին։ Տիկին Մանավազյան, երբ որ ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը, նկատեցի, որ դուք ավարտել էիք բանասիրության ֆակուլտետը եւ միանգամից Տիկին Մանավազյանը սկսել է հաշվապահությամբ զբաղվել։ Ինչպես ստացվեց լինել բանասեր, բայց աշխատել հաշվապահության այդ բարդ ոլորտում։ Ավարտել եմ բանասիրության ֆակուլտետը, հետո աշխատանքի բերումով իհարկե աշխատել եմ գլխավոր հաշվապահի օգնական, բայց դեռ դպրոցական տարիքից իհարկե հաշվապահություն, մաթեմատիկայի խնդիրների հաշվապահություն, այսինքն սիրել եմ, թվերի հետ աշխատել սիրել եմ եւ որոշ ինչ հանգամանքներով պայմանավորված չկարողացա ընդունվել հենց տնտեսագիտական համալսարանը, ընդունվեցի բանասիրական ֆակուլտետը, այդ ժամանակ ծնողիս կամքներ նաև ունենալ այդ մասնագիտությունը, ես գնացի եւ ընդունվեցի, բայց հետագայում այնպես ստացվեց, որ աշխատեցի հաշվապահության ոլորտում եւ ուսումնասիրելով նաեւ հաշվապահությունը ուղղակի սիրում եմ եւ հիմա էլ կարծում եմ, որ մարդու իր աշխատանքը պետք է շատ սիրելով կատարի, իսկապես եթե ես ինքս էլ տեսնում եմ աշխատակիցներ, ովքեր ուղղակի դա աշխատանք են անում, ակնհայտ արդյունքը չի երևում, երբ որ դա սիրելով ես անում, բնականաբար ունենում է իր արդյունքը։ Տիկին Մանավազյան, մի քիչ պատմենք ինչպես եղավ, որ դուք հայտնվեցիք Նիկոլ Փաշինյանի Հայկական ժամանակ օրաթերթում եւ այնտեղ սկսեցիք ձեր գործունեությունը, որտեղ շուրջ 11 տարի ինտեգրի հաշվապահник եղել։ 2008 թվականի հուլիսից աշխատել եմ, այո, գլխավոր հաշվապահի օգնականն եմ եղել, հետո նաեւ ամբողջ հաշվապահությունն եմ վարել, նաև այդ ընթացքում աշխատել եմ խմբագրությունում, ծանոթ եմ եղել ամբողջ լրագրողական քաղաքական գործունեությանը։ Դրանից հետո իհարկե զուգահեռ այդ աշխատանքին տեղափոխվեցի Կոնդերի առանձնատան տնօրեն եմ աշխատել, որից հետո այսպես Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ինչպես է եղել։ 2017 թվականին ես եղել եմ ելքդաշինքում թեկնածու, այսինքն իմ քաղաքական առաջի քայլը եղել է այդ ժամանակ, մասնակցել եմ քարոզարշավին, ընտրական պրոցեսներին, այդտեղից սկսված 16 թվականի դեկտեմբերից կուսակցական եմ եղել եւ այդպես շարունակ։ Հաշվապահություն աշխատելուն որոշեցիք դառնալ կուսակցական, որտեղ Նիկոլ Փաշինյանին ճանաչել եք Հայկական ժամանակ օրաթերթից։ Հանդիպումը ինչպես է եղել։ Ուղղակի սովորական աղջիկ գնացել է Հայկական ժամանակ օրաթերթում հաշվապահ աշխատելու։ 2008 թվականի հուլիսին գնացել եմ որպես գլխավոր հաշվապահի օգնական, աշխատել եմ եւ այդտեղից շարունակ արդեն մտել եմ բուն աշխատանքի մեջ, նաեւ քաղաքական թեմայի մեջ, որտեվ ինքը խմբագրություն էր եւ դու քաղաքական գործողությունների կենտրոնում էիր բնականաբար, լավ կհասկանաք ինձ, եւ անցուդարձին եւ քաղաքական պրոցեսներին իհարկե այդ ժամանակվանից արդեն ծանոթ եմ եղել, չհաշված, որ մասնակցել եմ նաեւ 2008 թվականի մարտի 1-ի, այսինքն ակտիվ պրոցեսի մեջ եղել եմ դեռ այդ ժամանակվանից։ Դուք երբ որ ներկայացվում եք, հաճախ ասում են, որ Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի անձանցից մեկն եք, նաեւ տեղյակ եք նրա ֆինանսական շարժից եւ այլն։ Ինչպես է
դա ստացվում։ Ինչի շնորհիվ դուք այս ընթացքում օրինակ վերլուծել եք, օրինակ ձեր լռության, համեստության, ինչն է պատճառը դարձել լոյալության, որ կարողանում եք լինել Փաշինյանի վստահելի անձանցից մեկը։ Դե գիտեք, դա ասում եմ, ես չգիտեմ դա ինչի հիման վրա է նման խոսակցությունը գնում կամ նման խոսույց լինում, բայց 2008 թվականից աշխատում եմ այսօր արդեն վարչապետի հետ, մինչ այսօր աշխատում եմ իր հետ եւ կարծում եմ ես շատ լավ հասկանում եմ եւ գիտեմ այն գաղափարները, այն մոտեցումները, այն պահանջները, այն սկզբունքները, որ կա դրված եւ իմ գործը լավ եմ կատարում, հավանաբար դա է պատճառը, բայց մյուս կողմից այո 2008 թվականին աշխատել եմ եւ իմ միակ աշխատավայրը եղել է հենց խմբագրությունում 15 տարի եւ ավել եղել է խմբագրությունում իհարկե ես կարծում եմ որ աշխատանքի ընթացքում եւ առհասարակ կյանքում լինում են վայրիվերումներ, վատ վիճակներ եւ այլն, դու պետք է ունենաս քո սկզբունքը եւ անդավաճան մնաս այդ սկզբունքին եւ եթե պահում ես եւ պահպանում ես այնինչ ունես եւ գիտես ինչի համար ես դա անում եւ հաշվես առնում նաեւ մարդկային գործոնը բնականաբար միանշանակ դա է երևի պատճառը չեմ կարող ասել։ Իսկ դժվար է լինել պարոն Փաշինյանի վստահելի անձը։ Ես վստահելի անձ ասելով չգիտեմ, բայց օրինակ ինձ համար դժվար չէ, որովհետև ես գիտեմ ինչ է պետք անել եւ ոնց է պետք անել, բայց երբեմն միգուցե եթե դժվար կլինի, եթե չհասկանաս ինչ եւ որտեղ ոնց եւ ինչ պետք է դա անես։ Եղել է մի պահ, որ ինչ որ որոշում կայացնեք, դեմ գնաք վարչապետին, բայց ստիպված լինեք համաձայնվել, որովհետեւ օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետն է, պետք է համաձայնվեք։ Տեսեք, ես նույնիսկ այդ մոտեցումը չեմ հասկացել երբեք, որ դժվար է ասել կամ չասել։ Մենք քննարկում ենք։ Այո, լինում են հարցեր, որ եթե անգամ վարչապետը կարծիք է հարցնում, օրինակ դա ինչպես կարելի է կամ ոնց կարելի է։ Ուզում եմ ասել, դա նորմալ եւ առողջ միջավայր է, որտեղ քննարկում ենք եւ առաջարկները ներկայացնում ենք եւ ընդհանուր որոշում ենք կայացնում։ Ինչևէ, ես սա բազմաթիվ անգամ ասել եմ, բայց շատերը դա չեն պատկերացնում ոնց է լինում։ Միշտ մտածում եմ, որ պետք է վարչապետը եթե ասում է սա այսպես պետք է լինի, այսպես պետք է լինի, ոչ, լինում է քննարկում եւ քննարկման արդյունքում։ Ես նույնիսկ նկատել եք մեր նիստերը մեր ամեն ինչ այնքան բաց եւ թափանցիկ եւ պարզ է, որովհետեւ մի անձնյա որոշում երբևէ կարծիք է հնչում է։ Միգուցե վարչապետը իր կարծիքն է ասում, համաձայնվում ենք եւ լինում է կամ հակառակը հնչում է մի քանի կարծիքներ։ Ոչ մի բան, դա ուղղակի դեմ է արտահայտվում եւ եթե տեսլեք վարչության նիստերին, վարչության անդամներով, քվեարկությունով, կարծիքներ լսելով բաց, պարզ, այսինքն ամեն ինչ շատ բնական, նորմալ քննարկումներ են լինում եւ որի արդյունքում որոշումներ են կայացվում։ Թանկ չի նստելու ձեր վրա, եթե հանկարծ հակադարձեք վարչապետին ու ձեր դիրքորոշումը հստակ լինի, որ չէ պետք է այսպես լինի։ Որ ես հասկանում եմ ինչ եք հարցնում, օրինակ ես կարծում եմ, որ ցանկացած նման որոշում, երբ որ օրինակ ազատվելու հետ կապված եք, հավանաբար մտածում եք, բայց դա ախր ինչի՞ չեք մտածում, որ տվյալ անձը չի գիտակցում ինքը ինչի համար է դա անում եւ հնարավոր է որ ճիշտ չի անում իր գործողությունները, որի արդյունքում աշխատանքից ազատվում է, բայց կարծիք հայտնելու համար կամ ինչ որ մի հարցում բացառում եմ որ նման իրավիճակ երբևէ եղել է եւ կլինի, իհարկե ոչ։ Եթե լիներ, ես արդեն երկար ժամանակ այստեղ եմ, ես ասում եմ որ գիտեմ սկզբունքները, գիտեմ գաղափարախոսությունը եւ գաղափարը եւ ինչի համար ենք մենք այսօր աշխատում եւ եթե ես նկատեմ որ շեղում, խնդիր կամ չգիտեմ, բան, որը պետք է բարձրաձայնել եւ չես բարձրաձայնում, հետո ինչ որ մի տեղում մի կուտակվեն դուրս է գալիս, իհարկե դա կարա առաջացնի նաեւ նման խնդիր։ Իսկ իշխանության ներսում լինելով ինչ որ անձնական գին վճարել եք երբևէ որ մնացել եք իշխանության ներսում ու դրա համար տուժվել եք, կա ինչ որ մի դեպք, որ կհիշեք ու կասեք, որ այդ պահին օրինակ պետք է որոշում կայացնեի ու հեռանայի, դա իմ վրա վատ ազդեցություն ունեցավ ձեր անձնական կյանքի վրա։ Չէ, իհարկե չի եղել նման դեպք։ Միգուցե ընկերներ եմ կորցրել, եթե դա այդպես էր, ես չեմ զղջում դրա համար, միգուցե իրանք են ինձ կորցրել։ Իշխանության ներսում մնալու դեպքում։ Այսինքն ձեր կարծիքները
տարանջատվել են եւ կապը կտրվել է, ամեն դեպքում միգուցե կրկնում եմ իրենք են այս կորցրել, ես չեմ կարող ասել, ես շատ ընկերներ չէ իհարկե, մի քանի ընկերոջ մասին եմ խոսում, եղել են դեպքեր, որ ես ընկերներ եմ կորցրել այդ ընթացքում եւ դա եղել է ավելի շատ պատերազմից հետո եղող իրավիճակում, թեև ես իմ տեսակով եւ բնույթով շատ ներողամիտ եմ, եթե այսօր էլ մոտենան խոսեմ եւ կհամարեմ, որ մարդը գիտակցել եւ հասկացել է, որ կա խնդիր եւ այդ խնդիրը հարթվել է։ Ուղղակի ձեզանից հեռացել են պատերազմից հետո։ Կապը կտրվել է, այո։ Դրա համար դուք քայլեր չեք ձեռնարկել, այսինքն չեք գնում նրան, որ ձեր ընկերներին կորցնելով։ Չէ, քանի որ քաղաքական մասը ընտանիքներում շատ արմատացած է այս պահին եւ հայացքները հայտնել տարբեր լինել միշտ բռնկվում է եւ բուրըն վեճի թեմա է դառնում։ Ամեն դեպքում բնական է, նորմալ է, այս ամեն ինչի շատ նորմալ է մոտենում։ Եղել է բա, որ Տիկին Մանավազյան մտածեք, որ այս ճանապարհը ձերը չի ու գուցե մի օր որոշում կայացնեք, որ ստոպ, պետքա ես այլևս չշարունակեմ քաղաքական դաշտում մնալ, քաղաքականության մեջ մնալ, թիմի հետ մնալ։ Երբևէ նման բան մտքովս անգամ չի անցել, ես եղել եմ կամ ու այս թիմի հետ միշտ նույն ճանապարհին կլինեմ։ Եթե հեռանան քաղաքականությունից, քաղաքացիական պայմանագիրը որոշի այլևս չմասնակցել, իրենց հետ եք գնալու, այսինքն բոլոր դեպքերում, այո, միշտ։ Նաև հեղափոխությունից խոսեցինք, հեղափոխության ժամանակահատվածում ինչ որ պահեր եղան, որ մարդիկ միացան ձեզ, հետո հեղափոխությունը երբ որ ինչ որ չափով պատերազմից հետո թողեցին, գնացին եւ այլն։ Ձեր անձնական կյանքում ինքը լավ դեր ունեցավ, թե վատ, որ հետ հայացք եք անում, ինքը լավ փոխեց ձեր կյանքը, թե դեպի վատը։ Իմ կյանքի վրա չկենտրոնանանք, առհասարակ Հայաստանում դեպի դրական փոփոխություններ եղավ, իհարկե կարևոր էր դա։ Կարևոր էր, ցանկացած փոփոխություն այսօր որ տեղի է ունենում, մեր սկզբունքների մեջ է բարեկեցիկ ապագա ունենալու, բարեկեցիկ կյանք ունենալու, բարեկեցիկ ապահովելու այդ բարեկեցությունը մեր քաղաքացիների, մեր քննարկման բյուջեի մասով է որ կնայեք բավականին մեծացել է մեր բյուջեն եւ մեծացել է հենց այսօր վերջերս նաեւ հրապարակվեց տնտեսական աճը մեր սպասելիքները գերացանցել էր եւ դա նաեւ դրա արդյունքն է, որ այսօր մեր քաղաքացիների համար իհարկե կա բարեկեցիկ ներկա եւ պետք է ապահովենք նաեւ բարեկեցիկ ապագան։ Ինչ որ պլանավորել եք հեղափոխությունից հետո անել Հայաստանում, դա տեղի ունեցավ, ձեր երազած Հայաստանը կա հիմա։ Այո, կա։ Եվ ամենօրյա աշխատանք ա ուզում ավելի լավը դարձնելու։ Այսօր կա եւ ինձ համար նույնիսկ հաճելի է որ տեսնում եմ Երևանում բավականին մեծ զբոսաշրջիկների հոսք։ Դա նաեւ դա է վկայում, որ աշխարհում արդեն ունես ճանաչում եւ մարդիկ գալիս են այստեղ եւ շատ գոհ հեռանում են։ Այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա իր ներդրումը լավ Հայաստան, ունենանք այդպիսի Հայաստան, որտեղ միայն ապրել արարելու ցանկություն կունենանք։ Ես վերջերս նաև նայում եմ վիճակագրությունը եւ աննախադեպ թիվ հանդիպեցի, որ 2008 թվականին հիպոթեկային բանկերից վարկերը տրամադրել են հիպոթեկի համար 89 միլիարդի, վերցրել են այսօր 1 տրիլիոն 665 միլիարդի հիպոթեկային, այսինքն մոտ 84000 քաղաքացի որոշել է հենց Հայաստանի Հանրապետությունում տուն գնել եւ այստեղ ապրել եւ արարել, այսինքն աշխատել, ստեղծել եւ շենացնել Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ ինչու են քաղաքացիները այդ պարագայում թեկուզ մարզերում ասում են մենք խաբվեցինք, մենք Նիկոլին հավատացինք ու խաբվեցինք։ Երբևէ զրուցում եք այդպիսի մարդկանց հետ։ Այո, օրինակ լինում է, որ ասում են իշխանությունը կտրվել է իրականությունից, կտրված եք իրականությունից, այդ կարծիքը կիսում եք։ Չեմ կիսում այդ կարծիքը, ես կարող եմ օրինակներ բերել, որ մեզանից յուրաքանչյուրը ունի այնքան հասանելիություն, ցանկացած քաղաքացու, որքան չի ունեցել նախորդիվ երբևէ։ Ես քիչ առաջ այստեղ հյուրեր ունենք եւ զարմացել եմ, որ մեր դռները բաց են։ Իսկապես հոսքը քաղաքացիների շատ մեծ է այստեղ։ Ես այստեղ լինելով այո կուսակցության գրասենյակում ամենուր քաղաքացիների եմ ընդունում եւ քաղաքացիների հետ եմ հանդիպում։ Եվ համայնքներ էլ գնալուց
բնականաբար տեսնում եմ մարդկանց տրամադրությունները, փորձում եմ իրancs այդ խոսակցության մեջ մտնել եւ խոսակցությունը գիտեք ինչից է, իրենք ուղղակի խոսելու կարիք ունեն եւ անհրաժեշտություն կա դրա։ Իրենց համայնքի ղեկավարին ամենաշատն են տեսնում։ Բնականաբար, երբ որ պատգամավոր է գնում կամ նախարար, մեծ ողջավորություն է եւ ցանկություն, ու մենք դա անում ենք շատ հաճախակի, ամենահաճախը։ Այսօր նաև ուրախ եմ, որ երբ 2018 թվականին քարոզարշավի եմ մասնակցում, համայնքներում մեծ մասն ասում են, դե պատգամավորները ընտրությունից ընտրություն են գալիս համայնք։ Այսօր էլ ոչ ոք դա չի ասելու։ Իսկապես որևէ համայնքում, որևէ բնակիչ չի ասելու, որ պատգամավորը ընտրությունից ընտրություն է գալիս համայնք։ Դա այդ խոսույթը այլևս չկա, որովհետև վարչապետը երևի նաև մեր падգամավորներից ամենահաճախն է լինում այդ համայնքներում։ Բաղրամյան գյուղում օրինակ ինչ է փոխվել Տիկին Մանավազյան, գնում եք գյուղ, որովհետև ծնունդով այնտեղից եք Արմավիրի մարզի։ Այո, ես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղից եմ, ծնվել մեծացել եմ այնտեղ, ծնողներս ապրում են այնտեղ։ Ես ամեն շաբաթ կամ կիրակի միշտ լինում եմ գյուղում։ Ինչ փոխվեց ձեր գյուղացու կյանքում հեղափոխությունից հետո? Ես կարող եմ ասել, որ տրամադրությունները իհարկե գիտեմ, որ վերջերս էլ կիրակի օրն եմ եղել գյուղում, շփվել եմ մարդկանց հետ։ Չեմ ուզում շատ ինքնավստահ հայտարարություններ անել, բայց բոլորի մոտ այո որևէ բան փոխվել է եւ այդ մասին բարձրաձայնում են։ Իրենց ապրելակերպն է փոխել։ Իրենք աշխատում են, իրենք ստեղծում են եւ իրենք դժգոհ չեն իրենց ստացած եկամուտից, տուն են կառուցում, շինարարություն են անում, այսինքն այդ ամենը ես տեսնում եմ։ Իսկ ինչ է անում պետությունը, ճանապարհներն է սարքում, լուսավորում է։ Իսկապես, որ ես եղել եմ վերջերս Սևանի Ծաղկունք գյուղում, խորհուրդ եմ տալիս ինքն հետ գնաք, բայց ես եղել էի նաև մի քանի տարի առաջ այդ գյուղում, ես մտել եմ ու ուզում եմ որևէ ցուցափեղկ տեսնեմ, որ ես իսկապես Ծաղկունք գյուղում եմ, որտեվ իմ նախորդիվ գնացած եւ ներկա վիճակը շատ տարբեր էր։ Ինձ թվաց ես քաղաքում եմ, որովհետեւ կար լուսավորություն, ճանապարհ, մայթեր ու աշխատանքները դեռ գնում էր, բայց տպավորությունս իհարկե շատ տարբեր էր, ինքը չէր նման, որովհետև երբ որ պետությունը սարքում է բարեկեցիկ, արդեն դա բնականաբար բարձրացնում է գյուղի եւ այնտեղ են ստեղծում են նաեւ բիզնեսն է փորձում այնտեղ ներդրում անել։ Ամենակարևորը, որ պետությունը աջակցում է, որպեսզի այդ գյուղերում մարդիկ զգան, որ իրենք ապրում են ոչ թե ցեխերի, ոչ թե, չգիտեմ, անբարեկարգ պայմաններում, այլ իրենց շոյված են զգում դրանից, որովհետև պետությունը իրենց համար ինչ-որ բան է անում, լուսավորում է փողոցները, մայթերը, չգիտեմ, սարքում է մայթերը, դպրոց տանող ճանապարհները, մանկապարտեզներ տանող երբ իմ մանկապարտեզ տանող ճանապարհը ասֆալտապատվեց, ես իսկապես շատ ուրախ եի եւ շատ ես հիմա իհարկե գյուղում կա կարևոր մեկ գործ, դա դպրոցի հիմնանորոգումն է, որի համար խնդրել եմ եւ դիմել եմ փոխվարչապետին, որպեսզի դիտարկեն հաջորդ տարիներին, չգիտեմ, որովհետեւ ես հասկանում եմ եւ ըմբռնումով եմ մոտեցել, շատ վաղուց եմ դիմել, գնացել են նայել են, կան ավելի վատ պայմաններով դպրոցներ եւ դա ըստ անհրաժեշտության կարիքի հերթի մեջ է եւ սա ինչի եմ ասում, որպեսզի մարդիկ շատ են ինձ ես գնացել եի կողքի գյուղում դպրոցի վերանորոգումից հետո բացման իմ գյուղի ժողովուրդը ինձ գրում էր բա մեր դպրոցը եւ դա ես հասկանում եմ իսկապես վատ եմ զգում ուզում եմ մարդիկ էլ հասկանան որ ավելի վատ պայմաններով դպրոցներ կա ես դա տեսել եմ եւ տեսնում եմ եւ հերթով անելով գալու ենք նաեւ ուզում եմ ասեմ էական չի դա իմ գյուղն է, ձեր գյուղն է կամ կողքինի գյուղի դպրոցն է, դպրոցը իր հերթի մեջ իհարկե հերթով բարեկարգվել է։ Տիկին Մանավազյան, խանդ կա կուսակցությունում ձեր նկատմամբ, որովհետև անդադար դուք եք պարոն Փաշինյանին դիմավորում, երբ որ ՔՊ վարչության նիստերն են լինում։ Առաջնայինը Տիկին Մանավազյանն է մշտապես, այդ խանդը նկատում եք կուսակիցների կողմից։
Ոչ, որովե խանդ որպես այդպեսին չեմ նկատում։ Չկա, իհարկե չկա։ Մենք բոլորս մեր աշխատանքն ենք անում, յուրաքանչյուրիս գործը ինչ որ տեղ, ինչ որ պահի, ինչ որ իրավիճակում դա կատարելն է, եթե կուսակցության գրասենյակ է գալիս եւ միայն ես չեմ, պարոն Պապոյանն է, պարոն Ալեքսանյանն էլ, նաեւ դա արարողակարգով է այդպես չկա նման։ Ինչպես է որոշվել դա հենց պարոն Փաշինյանի կողմից, թե արարողակարգային է, չէ, կուսակցության արարողակարգն է որոշել, որ կուսակցության վարչության տեղակալները եւ աշխատակազմի ղեկավարը կդիմավորեն։ որևէ խանդի տեսարան չեք նկատել այս ժամանակահատվածում։ Չկա նման։ Մտերիմներ ունեք կուսակցությունում, դրանք կանայք են, թե տղամարդիկ հիմնականում։ Ես հավասարաչափ բոլորի հետ շփվում եմ, բայց ավելի շատ, եթե մտերմության մասով տեսնեք, ավելի հաճախ լինում եմ Ալխաս Ղազարյանի հետ։ Իր հետ եմ ավելի հաճախ ճանապարհ գնալուց, մարզեր լինելուց, կուսակցական գործերով, որովհետև Տիկին Ղազարյանը շատ ակտիվ կուսակցական է, կուսակցական գործերի մեջ, եւ հաճախ է լինում այստեղ, մենք միասին ենք լինում։ Տղամարդիկ կան, որոնց վստահում եք ՔՊ-ում, կան ընկերներ, թե ավելի շատ կանանց եք վստահում։ Մի քիչ հարցը ինձ համար ճիշտ չի, որովհետև ես իսկապես բոլորին իմ ընկերն եմ համարում, իրանք իմ թիմն են, ինձ հարազատ մարդիկ են եւ բոլորի հետ հավասարաչափ շփվում եմ։ Եթե լինի մի միջավայր, որտեղ բոլորն են, բոլորի հետ շփվում եմ։ Եթե մյուս մնացածը կլինեն, էլի իրանց հետ հավասարաչափ չկան սիրելի, բոլորը իմ սիրելի մարդիկ են, որտեղ իրանք իմ գործընկերներն են, իմ կուսակից ընկերներն են եւ իմ թիմի անդամներն են։ Դուք նաեւ լավ ճանաչում եք Նիկոլ Փաշինյանին, Տիկին Մանավազյանին։ Ինձ հետաքրքիր է այս ժամանակահատվածում տարիները անցան 2020 թվականի պատերազմից հետո, Արցախի կորստից հետո։ Դուք որ շփվում եք, ինքը պարոն Փաշինյանը զղջացել է իսկապես, որ մենք հայրենիք կորցրեցինք։ Եթե շատ անկեղծ, վարչապետից ավելի շատ, ավելի մեծ ցավ եւ չեմ գտնում բառեր նկարագրելու, ինչքան կցանկանար, որ այնիշ տեղի ունեցավ չունենար բոլոր առումներով։ Բայց դա հուզական մասը մի կողմ թողնենք, պետք է փաստերի հետ առնչվենք եւ իրավիճակը ճիշտ գնահատենք։ Խոսում եք, երբեմն լինում են այդ հետ գնալ, անդրադառնալ Արցախի հարցին, ինչպես եղավ, ում պատճառով, հետևանքները խոսակցությունը լինում են, թե այդ էջը փակված է ՔՊ-ի համար։ Գիտեք, եթե դա կարիքը լինում է եւ պետք է քննարկենք, բայց ես այս պահին մենք ավելի այսօրվա հարց ունենք լուծելու եւ այսօր մեր համար Հայաստանի Հանրապետության սահմանները ամուր պահելու, մենք զարգանալու եւ առաջ գնալու մեր ապագան իհարկե հենց այս պահն է, համարում եմ, որ ապագան հենց այսօր է։ Այսօրվանից պետք է սկսենք այսօրվա մասին մտածենք եւ ավելի շնացնենք Հայաստանի Հանրապետությունը։ Դուք երբ որ հայկական ժամանակում աշխատում եք, ես հիշում եմ, որ մի Facebook-յան էջ ունեք, հա, քաղբանտարկյալների հետ կապված 2008 թվականին, երբ որ մարտի 1-ի դեպքերը տեղի ունեցան։ Հիմա Հայաստանում, երբ որ խոսում են, քաղաքական դիրքորոշում են արտահայտում, մարդիկ կալանավորվում են, երկու բառ ասելու համար Սամվել Կարապետյան կաթողիկոսին չի հանդուրժում, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ասում է պետք է հեռանա, որտեղ քաղաքական դիրքորոշում է արտահայտում, բայց ձեր կուսակիցները անդադ նշում են մենք բանտարկյալներ չունենք եւ այլն։ Դուք էլ եք այդ կարծիքին։ Այո, իհարկե։ Մենք քաղբանտարկյալներ չունենք։ Քաղաքական կարծիք արտահայտելու համար օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եվ եթե կա տեղի ունեցել մի իրավիճակ, որտեղ իրավապահների հետ կա խնդիր, այսինքն իրավապահները դա տեսնում են, որ խնդիրը է, օրենքի առաջ խնդիր է, իհարկե պետք չի հայտարարել, որ իրենք քաղբանտարկյալ, ինչ քաղբանտարկյալ մենք չունենք։ Հայաստանի Հանրապետությունում չկա քաղբանտարկյալ որևէ մեկը։ Եթե եկեղեցու հետ կապված եկեղեցականի հագուստը չի պաշտպանում իրեն օրենքը շրջանցելուց։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասարաչափ պատասխանատու են օրենքի առաջ։
Սամվել Կարապետյանը չեք համարում քաղաքապետարան։ Սամվել Կարապետյանը հիմա ազատ է խոսելու, ազատ է արտահայտվելու, ազատ է հանրությանը իր մտքերն ասելու ոչ թե AI-ով, այլ ուղիղ, եւ դա մինչեւ այսօր չենք լսել։ Բայց մի քանի ամիս առաջ երկու խոսք ասելու համար Ամռանը նրան կալանավորեցին։ Ինչ խոսք ասելու համար։ Եկեղեցուն պաշտպանելու համար, քաղաքական պաշտպանելու չէ, Հայաստանի Հանրապետությանը կպնելու եւ Հայաստանի Հանրապետությանը հետ կապված խնդիր, այսինքն եկեղեցուն չի ինքը պաշտպանել։ Եկեղեցու պաշտպանության հարցը չէր, վերաբերմունքն էր։ Ինքը այսօր այդ հարցումից հետո, այդ խոսույթից հետո ինքը կանգնում է եւ փորձում է Հայաստանում նաեւ քաղաքական գործունեություն ծավալել։ Ձեր ամենաուժեղ մրցակիցը համարում եք այս պահի դրությամբ Սամվել Կարապետյանին եւ իր թիմակիցներին, կան մրցակիցներ ԿՊ-ին այս պահի դրությամբ։ Ես կարծում եմ, որ ԿՊ-ն միայնակ է, մրցակիցներ որպես այդպիսին, ԿՊ-ն միայնակ է իր գաղափարախոսության մեջ։ Մենք ասում ենք, բերել ենք խաղաղություն եւ Հայաստանը տանելու ենք դեպի խաղաղության եւ զարգացման, մյուս բոլոր ուժերը, ովքեր այսօր քաղաքական հայտ են ներկայացրել ընտրություններին, հակառակն են խոսում, իհարկե, եւ ապացուցելու են հակառակը, որովհետեւ իրենք կառավարվում են այլ տեղից եւ եկել են այստեղ այլ գործողություններ անելու, որի արդյունքում իհարկե իրենք չեն խոսում ոչ խաղաղությունից, չեն խոսում մեր խաղաղության process-ներում TRIP-ի հետ կապված բոլոր գործողություններից, այսինքն իրենք հակառակ ուղղությամբ մենք ասում ենք կլինի իշխանությունը, կշարունակական կլինի խաղաղությունը, չի լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, կլինի հակառակը պատերազմ եւ Հայաստանի Հանրապետության հարցն է դրված այսօր սեղանին։ Ինչից ելնելով եք այդ ազդեցությունը, ինչից եք զգում, որ պատերազմ կլինի։ Հանրությանը ասում են ընդդիմադիրների խոսքը փոխանցեն, որ վախացնում եք պատերազմը, որպեսզի ձայն տան քաղաքացիական պայմանագրին նորից վերադառնալ իշխանության։ Ոնց քաղաքացին համոզվի, որ եթե ԿՊ-ն գնաց, պատերազմ է լինելու, վատ է լինելու, թրիփ չի լինելու։ Համոզվի մարդկանց երկքաղաքացիությամբ եւ եկած ճանապարհով եւ այնտեղից, որտեղից գործուղվել են Հայաստանի Հանրապետություն, իրենց հայրենիքը այնտեղ է, բնականաբար գալու են այն նպատակով, որ Հայաստանը դարձնելու են այլևս գործիք, մնալու ենք նախորդիվ ինչպես գործիք եղել ենք, այնպես շարունակելու է լինել գործիք, ոչ թե գործոն, որ հիմա ունենք, այսինքն Հայաստանը այսօր գործոն է, լավ, տնտեսական աճ ունենալու, ակտիվություն ունենալու, նոր ներդրումներ գալու, այստեղ ավելի ակտիվանալու, իսկ եթե ուշադիր նայենք, այդ նույն մարդկանց ընդհանրապես նայելով կհասկանանք ուր են գնալու հետո։ Եվ նույնիսկ իրենց որպես ընդդիմություն չեն պատկերացնում նույնիսկ խորհրդարանում։ Սամվել Կարապետյան թիմակիցների։ Այո, որովհետև իրենք որևէ լուծությունով չեն խոսում, էմոցիաների վրա ազդելով, դատարկ հայտարարություններ տարածելով, դրանք ունեն իրենց պատասխանները եւ իրենց հայտարարությունների 80%-ը, երբ որ հանում ես այդ պոպուլիզմը, 80%-ը մենք հիմա արել ենք եւ անում ենք։ Որևէ բան նորություն չի, ոչ մի բան նորություն չի։ 2026 թվականի հունիսի 8-ին ինչ առավոտ է լինելու։ Պարոն Փաշինյանը մի անգամ ասեց, չեն լինելու օլիգարխներ այլևս, չեն լինի այնպիսի մարդիկ, որոնք կձգտեն իշխանության, որոնք բիզնեսի հետ կապ ունեն։ Դուք վստահ եք, որ ԿՊ-ն գալու է նորից իշխանության հունիսի 8-ին։ Վստահ եմ, որ քաղաքացիների իրենց քվեարկությամբ իրենց վստահությունը կհայտնեն մեզ, որովհետև օլիգարխները եւ մյուս մնացած բիզնեսի ներկայացուցիչները այսօր հայտ են ներկայացել քաղաքականություն մտնելու, իսկ մենք տեսել ենք նախորդիվ օլիգարխների եւ իրենց նմանների քաղաքականության մեջ եղած ճանապարհը եւ ավարտը, հուսամ մեր քաղաքացիները այնքան գիտակից են, որ իրենց քվեարկությունով մեզ վստահությունը կտեսնենք եւ հունիսի 8-ին իհարկե Հայաստանի Հանրապետության վրա ավելի խաղաղ առավոտ կլինի։
Քաղաքացիների հետ երբ շփվում ենք Տիկին Մանավազյան, ասում են Նիկոլ Փաշինյանը 80 միլիոն դրամով իր եկամուտները աճել է, աղքատությունը 21.6% է։ Մենք ոնց վստահենք այդ մարդուն, այսինքն իշխանությունը եկել է, որպեսզի իր կարիքները, իր բնակարանի հարցը լուծի, իր սոցիալական հարցը լուծի, այսինքն այդ վստահությունը չունեն։ Դուք ինչպես եք օրինակ քաղաքացուն ասելու, որ չէ, դուք սխալվել եք, որովհետև սխալ թվեր են ձեզ ներկայացրել։ Բայց ես ես հետ համաձայն չեմ, որովհետև վերջերս վիճակագրությունով տեսանք, որ աղքատության ցուցանիշը բնականաբար նվազել է եւ դա նաեւ խոսում է էլի մեր վարած տնտեսական քաղաքականության մասին եւ ակտիվության մասին, այսինքն ոնց եք պատկերացնում, աշխատում ենք այդ ուղղությամբ եւ աղքատության ցուցանիշը բնականաբար նվազել է ըստ վիճակագրության վերջին ժամանակներից։ Այսօր հայտարարվեց նաեւ թոշակառուների կենսաթոշակի բարձրացման մասին, մենք մեր ծրագրով առաջիկայում կատարողական իհարկե կներկայացնենք ակնհայտ երևում է, որ մեր արժև դրած բոլոր ծրագրի մասերով կատարողականի բարձր ցուցանիշ ունենք, նույնիսկ ավելին ունենք, քան ծրագրով նախատեսել ենք, որովհետև ընթացքում բավականին աշխատանքներ ընթացած նաև ըստ կարիքի եւ անհրաժեշտության կատարվում է։ Անդադ պարգևավճարներից էր խոսում, դուք ծախսեցիք ձեր 3 միլիոն դրամը, որ փոխանցվեց։ Գիտեք, դա վարձատրության ձև է, որ ըստ կատարողականի են տալիս, եկեք պարգևավճարը այնքան մարդկանց մոտ առաջանում է բացասական էմոցիաներ, բայց 3 միլիոն դրամը ես նույնիսկ չգիտեմ ինչ է եղել, որտեղ վարկերիս, այո, տարվա վերջով եւ բավականին վարկեր ունի եւ վարկերս մարում է գնաց։ Ես ուզում եմ նաև ասել, եթե թույլ կտաք, որ մարդկանց մոտ տպավորություն է, որ մենք բոլորս ունենք մեծ վարկեր վերցրած եւ այդ վարկերը մենք որպես քաղաքացի ունենք վարկեր վերցրած եւ նաև ուզում եմ ասել, որ սովորական քաղաքացիները ամեն մեկ իր եկամուտի հնարավորությունների սահմաններում, բայց առանց վարկի ապրել իհարկե հնարավոր չի։ Ստանում եք եւ վարկերի վճարում։ Եվ ԿՊ-ի ներքին ընտրություններ տեղի ունեցալ, կուզեմ մի փոքր էլ դրա մասին խոսենք։ Մոտավոր 1000 պատվիրակից 38 հոգի ԿՊ-ական չեր ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Ինչ խնդիր կա Տիկին Մանավազյան, ճանաչելով ԿՊ-ականներին, այսինքն քիչ թիվ չէր 30 հոգի դեմ է գնացել պարոն Փաշինյանին։ Խնդիր տեսակ ես հիմա չեմ փորձի ասել, վայ գիտեք, չգիտեմ, մարդը լավ, չգիտեմ, որևէ բան չեմ փորձի բացատրել ինչ խնդիր կա կամ ինչ խնդիր կարող լիներ տեխնիկական, ոչ տեխնիկական, բովանդակային, բայց դա նաև խոսում է այն մասին, որ մենք ազատ ենք մեր քվեարկությունը կատարելու, անելու եւ բաց է յուրաքանչյուր մարդ գալիս է իր քվեարկությունն անելու եւ կարծում եմ դա ավտորիտար ռեժիմին բնորոշ բան չի, որ պետքա հենց թվով որքան մարդ եկել է քվեարկել է պարտադիր քվեարկության թիվը արտացոլվեր վարչապետի անվավերներ ունենք, հնարավոր բոլոր քվեաթերթիկներ ունենք, բայց կրկնում եմ, չեմ փորձի հիմա տեխնիկապես, այլ ցույց տանք, որ սա իսկապես մենք մեր կուսակցությունը եղել է, կա եւ կշարունակի ամենաբարձր ժողովրդավար ձևով կազմակերպել ներքին ընտրությունները, ներքին քննարկումները այնքան բաց եւ թափանցիկ ենք, որ բնականաբար մամուլում բավականին քննարկումների առիթ տալիս են։ Ծանր պարոն Փաշինյանը այդ թեման, որ 38 անձ կա, որ իր դեմ է դուրս եկել։ Մենք չենք խոսել այդ մասին, երբ որևէ քննարկում չի եղել։ Նաև վարչության հետ կապված բոլորին հետաքրքիր է, երբ որ պարոն Փաշինյանը մտնում է, ԿՊ-ական 20 վարչության անդամները ոտքի են կանգնում, դա ինչով է պայմանավորված։ Անդադ ասում են, որ նախկին իշխանություններին քննադատում էին ՀՀԿ-ականները դիմավորում էին Սերժ Սարգսյանին ոտքի կանգնած, Գագիկ Ծառուկյանին էին պարտադիր դիմավորում ոտքի կանգնած, պարոն Փաշինյանն ասում էր շեֆին եք դիմավորում, հիմա դուք շեֆին եք դիմավորում ոտքի կանգնած, ի՞նչն է խնդիրը։ Ինչու փոխվեց։ Ես անձամբ իմ մասով կասեմ մյուսներին չէ, բայց դա մենք երբ որ ի սկզբանե եկել է, դա հարգանքի նշան է։ Դա նորմալ բոլորի դեպքում այդպես է։ Կարծում եմ նորմալ է եւ հարգանքի նշան։ Չեք ընդունում որպես շեֆ, եթե մտել է ներս, պետք է պարտադիր կանգնենք Այդ նկարները բառը անգամ չենք արտահայտում եւ երբեւե որևէ մեկի կողմից չի արտահայտվի վարչապետի նկատմամբ, որտեւ ես գիտեմ իր վերաբերմունքը այդ արտահայտությանը եւ առհասարակ դա անթույլատրելի է շեֆ։ Եվ ներքին ընտրությունները ամփոփելով ձեր մասով, դուք տխրեցիք, երբ որ ԿՊ-ականները
շատ ձայն չտվեցին, բայց շատ քիչ է ձայն չտվեցին 50-ակում եք, բայց մի քիչ անսպասելի էր կուսակիցների համար, որ Արուսյակ Մանավազյանը, ով ԿՊ-ի բոլոր գործերն անում է, ամենավստահելին է, բայց քիչ ձայներ հավաքեց։ Վերլուծել եք, ինչն էր խնդիրը Տիկին։ Սովորաբար նման իրավիճակներում առաջինը ինքս եմ իմ հանդեպ քննադատաբար վերաբերվում, որովհետեւ կերպ չեմ փորձում ինչ-որ միտեղ մեղավորության բաժին փնտրել, ամենամեծ մեղավորը ես եմ։ Զբաղված լինելով իմ այս աշխատանքների մեջ եւ շատ կազմակերպչական բուն այդ process-ի մեջ ընթացքում նաեւ աշխատանք ազգային ժողով կուսակցության գործեր, հավանաբար շատ пассив եմ եղել նաեւ իմ սոցիալական էջում, համարել եմ, որ տեսնում են, գիտեն, շատ պետք չի հոգնեցնել անընդհատ բաց քվեարկության մասին, ասել, որ ընտրեք ինձ եւ դա տեսնի ամբողջ հանրությունը, վերջի օրերին եմ միայն քարոզարել, հավանաբար դա է եղել պատճառը։ Ես ինքս իմ մեջ վերլուծելով, այսինքն ես ինքս իմ մեջ եմ փորձում գտնել մեղավորության բաժին։ Պատրաստվում եք նոր ընտրությունների Այո, մենք հիմա շատ ակտիվ պատրաստվում ենք, շաբաթ գիրակի քարոզարշավի ենք լինելու 50 տեխնացիով, այո։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, անկեղծ պատասխանեցիք իմ հարցերին եւ մի քանի բլից հարցեր ունեմ, կխնդրեմ ավելի արագ պատասխանել։ Շատ լավ։ Առավոտյան սուրճ շաքարով, թե կյանքը առանց սուրճի։ Կյանքը սուրճ առանց շաքարի։ Զարթուցիչ ընկեր, թե թշնամի։ Ոյ թշնամի։ Վերջին անգամ երբ եք ասել, «Էս հաստատ չեմ անի այլևս»։ Չեմ հիշում։ Կա նման բան, որ որոշել եք չանեք, բայց անում եք։ Չեմ հիշում։ Լավագույն արդարացումը, երբ որ ուշանում եք։ Ես երբեք չեմ ուշանում։ Սիրելի բառը, որ ամաչում եք օգտագործել։ Չեմ ամաչում օգտագործել։ Շրջապատում օգտագործում եք, չեք քաշվի, եթե ձեր ընկերական շրջապատը չի այդ բառը օգտագործել։ Չէ, եթե ընկերական շրջապատը չի, զուսպ եմ նման ջերմ բառերից։ Սելֆի, թե միշտ ասում եք ես բնական եմ։ Եվ երկուսն էլ ոչ մի խնդիր։ Երգ, երբ միշտ բարձր դնում եք եւ լսում եք այդ երգը, թեկուզ ավտոմեքենայի մեջ։ Կոնկրետ երգ չկա, որ ըստ տրամադրության, ըստ իրավիճակի, ըստ երգի ոճի, այսինքն ցանկացած երգ երաժշտություն կարող եմ լսել, բայց տրամադրության եւ իրավիճակի։ Մեքենայի մեջ լսում եք պարտադիր։ Եթե հեռախոսազանգերս թույլ են տալի, այո։ Եթե մի օր անհետանաք սոցիալական էջերից, ով կնկատի դրան մասին։ Այ դա չեմ կարող ասել։ Նպատակ ունեք անհետանալու։ Չէ, նպատակ չունեմ, երբեմն շատ ամառվա արձակուրդների ժամանակ ցանկություն եղել է пассивանալ ուղակի ինֆորմացիան, բայց չէ։ Որ սոցիալական էջից եք ամենաակտիվը օգտվում, օրինակ TikTok, Facebook, Telegram։ Օգտվում ասելով նկատեք, որ ես ակտիվ եմ։ Ակտիվ եք եւ նաեւ կարդում եք։ Վերջի շրջանում բոլոր։ Եվ այս շրջանում գրեթե բոլոր, բայց երեկոյան ժամերին, որ կարողանամ հասցնել նայել եւ հետեւել։ Տունը մաքրում եք, երաժշտություն այդ ընթացքում լսում եք։ Անպայման։ Եթե այսօր նկարվեր ձեր մասին մի ֆիլմ, որ ժանրում կուզեիք նկարեիք։ Դժվար է։ Չգիտեմ, պետք է ինձ բնորոշ ռեժիսորը բնորոշող ժանր ասի։ Ինչ տաղանդ ունեք, որ ոչ մեկին հայտնի չէ։ Չեմ կարող ասել։ Լավ չեմ երգում։ Չեք երգում։ Չեմ երգում։ Վարչաբենդում չկաք։ Կամ բայց չեմ պարում, չէ, պարում եմ, չեմ երգում։ Չգիտեմ։ Կուզենայի երաժշտական, օրինակ, միշտ երազել եմ դաշնամուր նվագել, կուզեի սովորեմ, ուղղակի սովորեմ։ Վերջին բանը, որ Google եք արել։ Ինչ եք փնտրում Google-ով։ Ինչի մասին օրինակ։ Չեմ հիշում, խառը կարող է ինչ-որ բան փնտրած լինեմ, բայց չեմ հիշում։ Խմբագրություն, թե ազգային ժողով։ Երկուսն էլ խմբագրությունը միշտ սիրում եմ, երբեմն գնում եմ, դեպ։ Բայց երկուսն է օքեարազատ։ Եթե ձեզ նկարագրեիք մի էմոջիով, որը կլիներ այդ էմոջին։ Որը կլիներ սմայլիկ սրտիկներով։ Ինչ հարցից եք միշտ փորձում փախչել հարցազրույցներում։ Կա մի հարց։ Չէ, հարցազրույցներում նման հարց չկա, բայց չեմ սիրում, երբ շատ անձնական են հարցեր տալ։ Տիկին Մանավազյան, շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանել, հուսով եմ անձնական հարցեր չհնչեցին այս ընթացքում։ Շնորհակալ եմ ես։ Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։